Փառք Աստծուն այսօրվա համար, այսօրվա թեման ճշմարտության 33 նիստերից 18-րդ թեման է, 18-րդ դասը, որը կոչվում է օրհնություն եւ անեծք։ Այսինքն այս խոսքերը շատ են արտահայտվում, չեն Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձած կլինեք, շատ արտահայտվում, դրա համար հարկավոր է իմանանք վերջերս ինչ է նշանակում օրհնություն, ինչ անեծք եւ պարզելու համար այս թեման բաժանել ենք 4 բաժնի։ Առաջին բաժինը կոչվում է ինչ է օրհնություն եւ ինչ է անեծք։ Երկրորդ բաժինը կոչվում է ինչպես է մարդը օրհնություն ստանում, երրորդ բաժինը ինչպես է մարդը հայտնվում անեծքի տակ եւ չորրորդը ինչպես է մարդը ազատագրվում անեծքից։ Առաջին թեման սա է. ինչ է օրհնություն եւ ինչ է անեծք։ Ամփոփ կասենք ինչ է եւ կշարունակենք, իհարկե բացատրել Սուրբ Գրքով։ Օրհնություն նշանակում է բարիք, իսկ օրհնել կամ օրհնվել նշանակում է բարիք տալ կամ ստանալ։ Անել բարիք, այսինքն ձրի բարիք, նվեր բարիք։ Օրինակ Առակաց 10:22-ում գրված է, ասում է Տիրոջ օրհնությունն է հաստատնում եւ չարչարանքը մի բան չի ավելացնում նրա վրա։ Շատ պարզ ասում, Տիրոջ օրհնությունն է։ Օրինակ տեղեր կա, որ եթե Տերը օրհնում հարստացնում է, դա արդեն չարչարանքից չի, աշխատանքի պատճառով չի, այլ Տերը նվեր է տալիս, օրհնում է։ Անեծք էլ, ինչպես որ ասեցի, պարզ ցույց է տալիս Սուրբ Գիրքը, նշանակում է վնաս քաշել, զրկանք կրել, կամ ասենք օրհնություն կորցնել, բարիք կորցնել, զրկված լինել բարիքից։ Մենք տեսնենք, որ ժողովրդի մեջ այդպես էլ հասկացում է։ Օրինակ կարդանք օրհնության մասին 24-րդ գլուխ Ծննդոց գրքից 30-36-րդ հատվածն ասում է եւ Տերը շատ օրհնել է իմ տիրոջը, ասիկա Աբրահամի ծառան խոսում է Աբրահամի բարեկամներին եւ խոսում է այն մասին, որ Տերը օրհնել է, ասում է իմ տիրոջը, ասիկա Աբրահամին։ Եվ նա մի մեծ մարդ է, նրան հոտեր եւ արչարներ եւ արծաթ եւ ոսկի եւ ծառաներ եւ աղախիններ եւ ուխտեր եւ էշեր է տվել։ Եվ կինը Սարան իր պարավությունից հետո մի որդի ծնեց իմ տիրոջ համար, որ իր բոլոր ունեցածը նրան է տվել։ Տեսնում եք, ասում օրհնել է, հետո հաթաթ շեշտում է։ Ունեցվածք է տարբեր տվյալ ժամանակի հարստությունից են նշում, չէ՞, ոչխարներ, արչարներ, անգամ ոսկի, արծաթ, էշեր կամ ձիեր Տերը տվել է, եւ սա կոչվում է օրհնություն, ասենք օրհնություն նշանակում է ինչպես որ ասեցի, մի բան ստանալ, բարիք ստանալ։ Տվել ժամանակում ունեցվածքը բարիք է։ Նաեւ ոչ թե միայն բարիք, այլ օրհնության մեջ է մտնում, որ Աստված իրեն մի որդի է տվել։ Կամ հենց մեր առօրյայում, չէ՞, տեսնում եք հարսանիքներին, տարբեր առիթներին մարդիկ որ օրհնում են։ Ինչ են օրհնում, ցանկանում են գուցե ոմանք էլի sense այս հատվածներում ունեցվածք, երկար կյանք, առողջություն, խաղաղություն եւ այլ եւ այլ։ Այսինքն բարիքներ են կամենում, դա կոչվում է օրհնություն։ Իսկ անեծքը, երբ որ մեկը անիծում է, ինչ է անում, զրկանք է ցանկանում, չէ՞։ Օրինակ թեկուզ Աստված մեզ ասել է՝ մի անիծեք, բայց ես անիծողների խոսքն եմ հիշում։ Եթե մեկին անիծում է, օրինակ ասում է գնա գործը չհաջողվի, չէ՞, կամ մեքենայի տակ ընկնի, չգիտեմ, ոտը կոտրվի, թևը կոտրվի եւ այլ եւ այլ։ Մի չէ որ բարկացած են լինում, ասում են Երանի մեռնի։ Այսինքն սրանք ինչ են ցանկանում, չարիք, զրկանք։ Սա կոչվում է անեծք։ Շատ ժամանակ գիտեք ինչպես է։ Մարդը բերանով է անիծում, մյուսն էլ անեծքը կատարում է։ Օրինակ, ասենք հնարը գողը բերանով քեզ չանիծի, բայց կա քո ապրանքը գողանա։ Իրականության մեջ վնաս տվեց քեզ, չարիք պատճառեց քեզ, հենց անեծք է։ Կամ մեկ անիծում է թող մեռնի, էս ինչը, այն մյուսն ասենք սպանություն է անում։ Նա սրտով ու բերանով էր անիծում, սա գործով իրականացրեց անեծքը։ Այսինքն չարիք հենց անեծք են։ Ուրեմն մեկ ուրիշ հատված է ձեզ համար ուզում եմ կարդալ Սաղմոս 37:22-ը, որ նորից ցույց է տալիս օրհնությունը, ասում է, որտեղ նրա օրհնվածները երկիրը կժառանգեն, բայց նրա անիծվածները
կսատկեն։ Այսինքն տիրոջ օրհնածները, եթե Տերը մեկին օրհնի, ասում է երկիրը ժառանգեն, ասենք հարստանը ունեցված բարիք ձեռք բերեն, իսկ եթե տիրոջ անեծքի տակ մեկը ընկնի, ինչ անի կսատկեն, ասենք զրկեն ամեն ինչից, անգամ կյանքից։ Մարկոսի 7:10-12-ը հետաքրքիր է ասվում, Աստված որ պատվեր է տվել Մովսեսի միջոցով, ասում է պատվիր քո օրը եւ մորը, եւ ով որ հորը կամ մորը անիծի, թող մահով մեռնի։ Բայց դուք ասում եք, եթե մարդը հորը կամ մորը ասե զոհ է, այն որ ինձանից պետք է շահես, ազատ է լինում եւ այլևս թույլ չեք տալիս նա որ մի բան անի իր հոր կամ մոր համար։ Տեսնում եք, զրկանքը նշանակում է անեծք։ Ասում է Աստծո պատվիրանի մեջ գրված է պատվիր քո հորը մորը, բայց փարիսեցիները դպիները իրենց ագահությունից իրենց շահի համար պատվիրան են փոխել, ինչպես որ մենք այսօր տեսնում ենք շատ խմբերում տեսնում ենք նոր պատվիրաններ, նոր խոսքեր, հանձնարարություններ, որոնք Աստծո կամքին չեն համընկնում։ Մարդիկ իրենց շահի համար են արել։ Օրինակ ասում եք գրված է պատվիր քո հորը մորը։ Այսինքն պատվելը չի նշանակում հարգանքով վերաբերվել ուղղակի ձևական, այլ նշանակում է մի բան տուր։ Բայց ասում է դուք սովորացրել եք ժողովրդին, այն որ հորդ մորդ հասնում է, եթե Աստծուն նվիրես, իբրև թե Աստծուն նվիրես, ասաց հայր մայր, այն որ քեզ պետք է տայ կորբան եմ անում, այսինքն զոհում եմ Աստծուն, նվիրում եմ Աստծուն, ժողովրդի խաբելն են իբրև թե այդ ժամանակ դու ազատ ես, մեղք չես անում արդեն որ զրկում ես քո հորը մորը։ Բայց Աստված ասում է գրած է մի անիծիր, բայց դու սովորեցնում եք զրկել ձեր հորը մորը։ Այսինքն զրկանք նշանակում է անեծք։ Եվ ինչ եք անում, տանում են այն մարդկանց հնարած պատվիրանների տեղը, որտեղ որ դրվում է եւ նրանք իրենց տուն են տանում, անունը դնում են իբրև թե Աստծուն եք տվել։ Բայց Աստված ասում է չէ, ինչպես որ միտեղ Տեր ասես Աստծուն տվեք, կասին, այստեղ էլ Տիրոջ ասա է, ծնողինը ծնողին տվեք, Աստծուն տվեք։ Ծնողինը ես չեմ ուզում որ բերեք տակ Աստծուն, ծնողի բաժինը, կամ քո երեխու բաժինը, կամ ուրիշ մի բան։ Այսինքն տեսնում ենք ինչ է նշանակում։ Եթե դու զրկում ես, դա նշանակում է անեծք։ Տեր ասում է, գրված է մի անիծիր, բայց դուք զրկում եք ծնողի հասանելիքից։ Ուրեմն շատ հատվածներ կան, որտեղ կարելի է տեսնել, որ զրկանք անելով գուցե չեն մտածում անեծք է դա նշանակում, բայց սուբյեկտը դա բացատրում է որպես անեծք։ Մաղաքիա 2:2-ում է նույնիսկ գրված է, ասում է. Եթե չլսեք եւ ուշադրություն չանեք, որ իմ անունին պատիվ տակ, ասում է զորաց Տերը, այդ ժամանակ ես ձեզ մեջ կուղարկեմ անեծք եւ կանցեմ ձեր օրհնությունը։ Այսինքն ինչ կլինի, կզրկեմ օրհնությունից։ Այո, ես արդեն շարունակում արդեն ասում է անիծել եմ նրանց եւ դուք ուշադրություն չեք դարձնում։ Ինչպես որ ասացի, շատերը ուշադրություն չեն դարձնում, որ իրենք հենց անեծքի գործ են անում, բայց չեն զգում։ Մարդը մտածում է անեծքը միայն բերանով է, որ օրինակ ես չեմ անիծում։ Շատերն ասում են հնարավոր է դու անեծք ես անում։ Չէ, եղբայր ջան ասում են ես շատ վաղուց անեծք չեմ արել։ Այսինքն ինքը հասկանում է որ բերանով չեմ ասում, թաղեմ քեզ, մեռնես դու, օրինակ եմ ասում ես լինի, բայց իրականության մեջ ագահ է շատերի հասանելիք բաները վերցնում է իրեն, զրկում է, անեծք գործով է անում, բերանով չի անում, իրեն թվում է թե չի անիծում։ Բայց երբ որ մեկին հարցում է, նա պետք է ոչ թե միայն իր բերանի խոսքերին նայի, նաև իր գործերին նայի, արդյոք ես չեմ անիծում, որ դրա պատճառով էլ ես էլ եմ անիծվում։ Ինչ ցանում ես, դա հնձում ես։ Այդպես է կարգը, օրենքը։ Ամփոփենք այսպիսով, որ ինչ է նշանակում օրհնություն, մի խոսքով ասած բարիք։ Իսկ օրհնվել կամ օրհնել նշանակում է բարիք ստանալ կամ տալ։ Անեծք նշանակում է չարիք, զրկանք։ Անիծվել նշանակում է զրկվել, զրկանք կրել, կամ անիծել նշանակում է զրկանք տալ, ոչ թե միայն բերանով, այլ մանա գործի, զրկանք ավելի իրական է, Հռոմեացիների 8:28-ում գրված է, բայց գիտենք, որ Աստծո սիրողներին ամեն բան գործակից է լինում դեպի բարին, նրանց, որ նախասահմաններով կանչված են։ Այստեղ խոսում է, որ Աստված չի տալիս դժվարությունները, բայց մի բան կա, ամեն բաները, այսինքն նաև դժվարությունները, եթե Աստված թույլ է տվել կամ մարդիկ ուզում են չարիք պատճառել, թեկուզ մարդիկ չարիք են պատճառում, բայց Աստված իրեն սիրողներին, կանչվածներին ասում է
դա նպաստավոր է դարձնում դեպի բարին։ Հնարավոր է Տերը թույլ տա, ոչ թե Տերը անի, այլ չարքելի մեկին, որ ինչ-որ մի վատ գործ անեն քո հանդեպ, բայց Տերը դա պետք է փոխի փառքի։ Օրինակ Դանիելին, չէ, Տերը թույլ տվեց, գցեցին առուծների գուբը։ Չէ, Տերը չարեց դա, թշնամիները արեցին։ Տերը կարող էր արգելել, չթողնել, որ գցեին։ Բայց Տերը թույլ տվեց, որ գցեն եւ դրանով կարելի ասել Դանիելը օրհնվեց, մեծացավ, տեսնվեց, համ Աստծո փառքը տեսնվեց պալատում եւ ամբողջ երկրում, համ էլ Դանիելի պատիվը մեծացավ։ Ճիշտ տեսնանք անիծեցին, զրկեցին Դանիելին, բայց Աստված չթողեց ես նպատակը հասնի վերջին, ասես ասած կատարվի, ասենք Դանիելի մահն էին ուզում, բայց Աստված չթողեց որ մահանան, բայց որոշ դժվարություն թույլ տվեց։ Եվ ասում ամեն բան գործակից է լինում դեպի բարին։ Եվ նման օրինակներ շատ կան, ուրեմն մենք պարզեցինք, թե ինչ է նշանակում օրհնություն եւ անեծք։ Հիմա մենք կանցնենք երկրորդ բաժին, որը կոչվում է մարդը ինչպես է օրհնություն ստանում։ Այս բաժինը, երկրորդ բաժինը բաժանված է 4 ենթաբաժինների, այսինքն 4 ենթաբաժիններով ցույց կտրվի, թե մարդը ինչպես կարող է օրհնություն ստանալ։ Առաջին ենթաբաժինը սա է, Աստծո օրհնությունը կա մարդկանց վրա անկախ մարդուց։ Այսինքն մարդը օրհնություն ստանում է, ինքը ուղղակի չէ պատկերացնում, ինչու է այսպես։ Ուղղակի Աստված բարի է եւ տալիս է։ 1. Մյուս հնարավորությունը կա, որ մարդը օրհնվի Աստծուց, սա է, որ մարդը օրհնություն ստանում է հավատալով Աստծուն, հավատալով Աստծո գործին։ Երրորդը մարդը օրհնություն ստանում է հավատքի գործերով, այսինքն ուշադրություն դարձեք, երկրորդը եւ այս երրորդը իրարից տարբերվում են։ Հնարավոր մեկ ասի նույնը չի միթե հավատալ առանց ոչ մի գործի օրհնվում է, նաեւ երբ որ հավատալու հետևանքով գործեր է անում, նորից օրհնության պատճառը։ Եվ չորրորդը ժառանգաբար փոխանցվող օրհնություն։ Առաջինը օրհնություն անկախ մարդուց։ Եթե մենք ուշադրություն դարձնենք, իրականության մեջ Աստված օրհնել է բոլոր մարդկանց։ Մարդ չկա, որ Աստծուց օրհնություն ստացած չլինի։ Հենց այս երկիրը իր բարիքներով, որ մենք դրա վրա ապրում ենք, Աստծո նվերն է։ Արևը, լուսինը, նաև երկնային, ասենք սա բարի բաները, որ երկրի վրա ազդում են, Աստծուց է։ Մենք ոչինչ չենք արել, որ Աստված մեզ հող տա, մեզ անձրև տա, ջուր տա, սար տա, ծաղիկ տա, ծառ տա, բույս տա, հաց տա։ Մենք ոչինչ չենք հատուցել, այլ սա նվեր է, օրհնություն է Աստծուց։ Այնպես որ բոլոր մարդիկ ունեն Աստծուց օրհնություն, անգամ են մարդիկ, ովքեր Աստծուն չեն էլ հավատում, անգամ Աստծուն հակառակ են, օգտվելով Աստծո բարիքներից Աստծուն էլ հակառակում են։ Ուրեմն Աստծո օրհնություն կա մարդկությանը անկախ մարդկանց գործերից, հենց մեր աչքի տեսածը։ Օրինակ Սաղմոս 145:9 կարդամ ձեզ համար, ասում է բարի է Տերը ամենքի համար եւ նրա ողորմությունները բոլոր գործերի վրա։ Ինչ ասում, բարի է Տերը ամենքի համար, վերջ։ Իրոք այդպես էլ կա մեր աչքերով տեսնում ենք։ Կամ Մատթեոս 5:45-ում Տերը ասում է, սովորեցնում է իրեն հետևողներին, որ բարիք անել անկախ դիմացինը ով լինի, հետո շարունակում է ասելով, որ որդիկն եք ձեր հոր, որ երկնքում է, որտեղ նա իր արեգակը ծակեցնում է չարերի եւ բարիների վրա, եւ անձրև է բերում արդարների եւ անիրավների վրա։ Բայց պետք է նշենք, ժողովուրդ ջան, դες մենք ասեցինք, Տերը տալիս է բարիք անկախ մարդուց։ Սակայն նշենք, որ այսպիսի բարիքները հավիտենական չեն։ Բարիքներ կան հավիտենական են, սակայն մի քիչ հետո կնայենք հավիտենական բարիքները ընտրությունից է արդեն։ Աստված նախ իր քայլ անում է, բոլորին առատապես օրհնում է, օրհնություն տալիս է։ Սակայն եթե ուզում ես մնաս բարիքի մեջ, օրհնության մեջ, հավիտյան, այդ դեպքում քայլեր կան, որ պետք է ընտրություն անես։ Օրինակ, ամենապարզ երևույթը, ով է այդ օրհնությունների Տերը, ում ձեռքից է գալիս, Աստծուց։
Դրա համար դու պետք է Աստծուն ընտրես հավիտենական օրհնություն տվողին ընտրես, որ հավիտյան մնա քո օրհնությունը։ Բայց եթե դու Աստծուն չես զում, շատերը ասում են, Աստված ինձ պետք չի։ Ուզում եմ ամեն ինչ թող լինի, այո, ուզում եմ ապրել, ուզում եմ բժշկվել, ուզում եմ ասել լինի, ազնի, բայց նրան չեմ ուզում։ Նա ճանապարհը չեմ ուզում։ Մեկ ասում է, թող Աստված ինձ օրհնի, բժշկի, ես նվեր կտամ ձեր եկեղեցուն։ Բայց ես Աստծուն չեմ ուզում դառնալ։ Մահվան վրա է, հիվանդացել է, եւ բուժում չունի, եւ այդ խոսքից հետո ինքը մոտ 2 շաբաթ հետո մահացավ։ Այսինքն ինչ առաջարկում։ Եթե Աստված ինձ բուժի, ես մի հատ կով կտամ, մատաղ կանեք, չգիտեմ ինչեր կտամ, մոմ կվառեմ։ Այսինքն այդպեսի գնով է գնահատում օրհնությունը, չէ՞ որ դու մահ ես ճաշակելու։ Մահից ազատվելու համար մի հատ կով է, սա առաջարկում։ Աստված ձերի է ուզում անում, բայց դու պետք է ընտրես օրհնողին։ Անցնենք առաջ նաև կա օրհնություն, որ մարդը ստանում է հավատքով։ Ուրեմն սրանք օրհնություններ են, որ անկախ քեզանից է իր ստանում, եւ իհարկե նորից շեշտում եմ, որ հավիտենական չէ։ Սակայն հավատքով մարդը ստանում է թե ոչ հավիտենական օրհնություններ եւ թե հավիտենական օրհնություններ։ Արդեն հավատքով ստացած օրհնությունների, ասենց ասած, ժամանակը երկարում է։ Նաեւ ավելի շատ կարևոր բաներ ես կարողանում ստանալ, քան ոչ հավատքով, որ եղել էր եղածը, կա եւ չի լինելու շուտով։ Սակայն հավատքովը կմնա։ Ուրեմն Աստծուց օրհնություն ստանալու ամենաառաջին միջոցն է հավատքը։ Այսինքն խոսքը արդեն հավիտենականի մասին է նաեւ, որ մտնում է հավատքով օրհնությունների մեջ, մարդը պետք է հավատա Աստծո խոստումներին եւ Աստված նրան տա այն ինչ որ խոստացել, ինչ որ ասել է։ Օրինակ 4 Թագավորաց 4-րդ գլուխ 1-ից 7-ը ձեզ համար կարդամ, այստեղ գրված է։ Ասում է եւ մարգարեների որդկանց կանանցից մեկը աղաղակեց Եղիսեին ասելով. Ծառատ իմ մարդը մեռել է, եւ դու գիտես, որ ծառատ երկյուղած էր տերիցը, բայց պարտատերը եկել է, որ իմ 2 երեխաներին իրենց համար ծառա անի։ Ինչ բացատրեմ, այսինքն ամուսինը պարտք է եղել մեկին, մահացել է պարտքը չհատուցած։ Հիմա պարտքատերը եկել է, երեխաներն ուզում է տանի ծառա, որպեսզի իբրթե պարտքի տեղ աշխատեցնի։ Այդ ժամանակ էլ չեն տանում մի ամսով, 2 ամսով աշխատացնեն, այլ քանի կան իրենց ծառա լինեն։ Եվ այս կինը անհանգստանում է եւ դիմում է մարգարեին, Եղիսեին։ Եվ ասում է Եղիսեն ասնան. Ես քեզ համար ինչ անեմ, ասա ինձ, ինչ ունես տանդ։ Եվ նա ասաց. աղախինդ իր տանը ամենևին ոչինչ չունի, բացի մի ամանյուղ։ Եվ ասում է, եւ նա ասաց. գնա դրսից քո բոլոր դրացիներից, ասենք հարևաններից, դատարկ ամեններ ուզի եւ քիչ չհավաքես։ Եվ տունդ մտիր եւ դուռը քո ետևից եւ քո որդիների ետևից կողպիր եւ յուղը լցու այն բոլոր ամանների մեջ։ Լցնածները վերցու եւ կինը գնաց նրա կողքից եւ դուռը կողպեց եւ իր ետևից եւ իր որդիների ետևից։ Նրանք իրեն ամաններ էին տալիս, իսկ նա լցնում էր։ Եվ երբ որ ամանները լցվեցին, ասաց իր տղային. «Էլ աման տուր ինձ», եւ նա ասաց. «Էլ աման չկա», եւ յուղը դադարեց։ Եվ կինը եկավ պատմեց Աստծո մարդուն, նա էլ ասաց. «Գնա յուղը ծախիր եւ պարտքդ վճարիր, մնացածով ապրի դու եւ քո որդիներդ»։ Ուրեմն ինչ կատարվեց։ Այս կինը հավատաց։ Շատերի բան ես ասում ես, օրինակ, դու պետք է ապաշխարես, տիրոջը դառնաս, ինչ որ դժվարություն ունի, որ այս բանը վերցվի վրայից այդ դժվարությունը։ Մեկը տեսնում ասպիսի պատասխան, ասենք թե ապաշխարեցի, հետո ասենք թե ով չի ապաշխարի, որ կատարվի։ Բայց այս կինը չասեց, ասենք թե հավաքեցի, չէ, հավատաց մարգարեին, գնաց, ինչքան հնարավոր էր ամաններ հավաքեց եւ ասում է փոքր ամանով յուղը լցնում էր բոլորի մեջ, կարծես թե աղբյուր լիներ, Աստված հրաշք գործեց։ Եվ յուղը լցվում էր, մեծ ամանը լցվում էր, մյուսն էր բերում, մյուսը եւ Եղիսեն նրան ուղղություն ցույց տվեց, տար ծախի պարտքդ վճարիր։ Մնացածը էլ ապրեք դուք։ Ամենայն դեպս տեսնում եք, որ հավատքով ստացավ այս օրհնությունը։
թեև էլի օրհնությունը աշխատանքի վարձ չի, բայց էլի մարդը մի բան տվեց, բայց ինչ հավատք տվեց եւ ստացավ։ Օրհնություններ կան, որ դու պետք է հավատք տաս եւ վերցնես։ Օրհնությունը առնես հավատքով, կամ այդպես ասեմ, որ ավելի տպավոր չլինի ձեզ համար։ Նաեւ Մատթեոս 9:28-30-ում գրված է։ Ասում է, եւ երբ որ տուն մտավ, Տեր Հիսուսի մասին է խոսքը, նրա մոտ երկու կույր բերեցին։ Եվ Հիսուսը նրանց ասեց. հավատում եք, թե կարող եմ այդ անել։ Նրան ասեցին. այո Տեր, այդ ժամանակ նրանց աչքերին դպավ եւ ասեց. ձեր հավատքի պես թող ձեզ լինի։ Եվ նրանց աչքերը բացվեցին եւ Հիսուսը նրանց սաստեց, ասեք, զգուշացեց եւ ասեց. զգուշ կացեք, ոչ ոք չիմանա։ Տեսնում եք, Տերը չարեց, մինչեւ որ նրանք ոնց ասած իրենց հավատքի դրսևորեցին։ Հարցս հավատում եք, որ կարող եմ անել, ասացին այո։ Եվ Տերը չասեց, ուրեմն թող բացվի, այլ ասեց, ձեր հավատքի պես թող ձեզ լինի եւ աչքերը բացվեց։ Եթե հավատք չունենային, թեկուզ Տերը ասեց, չէր բացվի, որովհետեւ Տերը ասել է ձեր հավատքի պես ձեզ լինի։ Եթե հավատք չունենային, իրենց հավատքի պես իրենց կլիներ, չէր բացվի։ Տեսնում եք, որ այդ բժշկությունը մարդիկ ստացան հավատք տալով, հավատալով։ Աստված ձեզ օրհնի։ Շատ օրհնությունների մասին է գրված գրքում, որ մարդը ստանում է հավատքով։ Ասեցի սկզբից, որ մարդը այո հավատքով կարող է ստանալ ժամանակավոր օրհնություններ, բայց Աստծո նպատակն է առավել, որ մարդը ստանա հավիտենական օրհնություն։ Օրինակ, յուղը ինչ էր, ժամանակավոր մի բան էր, բայց հավատքով ստացավ կինը։ Կույրերը իրենց բժշկությունը ստացան, բայց գիտենք, որ օր կգա, որ նրանք կմահանան։ Այսինքն էլի ժամանակավոր օրհնություն էր։ Թեկուզ գուցե դրանից հետո 30-40 տարի ապրեին, ով գիտի, ինչքան կապրեին, սակայն ժամանակավոր է, երկրավոր է, ոչ հավիտենական է։ Սակայն Տիրոջ նպատակն է, որ մարդը ստանա հավիտենական օրհնություն։ Հենց Տերը ինքն է պատրաստել, հնարավորություն է տվել մեզ, որ մենք հավատալով հավիտենական օրհնություններ ստանանք։ Եվ Աստված այդ հավիտենական օրհնությունները պատրաստել է Քրիստոսի վրա եղած հավատքով։ Այսինքն Քրիստոսի վրա եղած հավատքից, կամ այդպես կարելի ասել, հավատաս Քրիստոսին եւ հավիտենական օրհնություններ ստանաս։ Օրինակ, ինչ օրհնություններ են դրանք։ Հավիտյան փրկվել կորուստից։ Փրկությունը հավիտենական օրհնություն է, վերստին ծնունդը, արդարացումը, հավիտենական կյանք հենց ինքը ժառանգություն եւ այլն։ Հենց Հովանու 5:24-ում Տիրոջ խոսքը ասում է. ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ խոսքի լսող եւ ինձ ուղարկողին հավատացող հավիտենական կյանք ունի եւ դատաստան չի մտնի, այլ մահից փոխվեց դեպի կյանք։ Տերը պայման է դնում, եթե մեկը լսի եւ հավատա։ Ուրեմն այս պայմանը պետք է կատարես, թեև շատ հեշտ է։ Տերը դրել է, հնարավորություն տվել է, որ ամեն մարդու հասանելի լինի։ Կամ են առաջի Կորինթացիների 15:19-ում նորից գրված է. Եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Այսինքն սա մեզ զգաստացնող խոսք է։ Եթե մարդը հավատա, նաև ժամանակավոր օրհնություններ կարող է ստանալ, չէ՞, բժշկություն կամ հարստություն կարիքի համար, բայց Պողոս առաքյալը ասում է, եթե միայն այս երկրավոր, այս ժամանակի համար եղած բաների համար ենք հավատում, ավելի ողորմելի ենք, ավելի դժվար ենք, քան որևէ մարդ։ Միայն այս երկրավոր կյանքի պետք էր։ Նրանց կարիքը դա է։ Եփեսացիս 2:8-ում էլ գրված է, ասենք Եփեսացիներին ուղղված նամակի, որտեղ շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով, եւ սա ոչ թե ձեզանց է, այլ Աստծո պարգևն է։ Փրկության համար օրինակ, որ հավիտենական օրհնություն է, Պողոս ասում է, շնորհքով եք փրկված հավատքի ձեռով։ Սա ոչ թե ձեզանց է, ձեր գործերից է։ Այսինքն սա թեև Աստծո օրհնությունն է, բայց այսինքն ճանապարհ բացող պետք է լինի, այսինքն դուռ բացող պետք է լինի, որ Աստված տա։ Այդ դուռն էլ բացվում է հավատքով։ Դեպի քո կյանք դու պետք է հավատք տաս Աստծո, որ քո
կյանքի դուռը բացվի Աստծո առջև եւ նա քեզ օրհնի, հավիտենական օրհնությունով էլ։ Եթե ոչ չես ունենա կկորցնես։ Տերը բոլորիդ պահի։ Ուրեմն շարունակում եմ մեր թեման, մարդը օրհնություն ստանում է, կարելի ասպես ասել, նաև հավատքի գործով, ոչ թե միայն հավատալով։ Մարդու կյանքում օրհնությունը կմնա եւ կշարունակվի ավելանալ, եթե նա հավատքով ստացած օրհնությունը գործած է, այսինքն հավատքի գործեր ունենա, հնազանդվի Տիրոջ պատվիրաններին։ Նորից կրկնում եմ, որ պարզ լինի, Աստված օրհնում է, սակայն եթե մենք ուզում ենք հարատև լինի այդ օրհնությունը, մարդը պետք է արձագանքի նաև գործով։ Հավատք ունես, հավատքի գործով էլ արձագանքես, որպեսզի այդ օրհնությունը շարունակելի լինի, հարատև լինի։ Հավատքի գործով ինչպես, օրինակ, շատերը ասում են հավատում եմ Աստծուն, բայց ապրում են կարծես թե անհավատ։ Եթե ես օրինակ եմ ասում հաց չեմ ճարել, ընտանիքս սոված է եւ դու ինձ ասում ես, այս ինչ տեղում հաց կա 3 կիլոմետրի վրա, օրինակ ասեմ մի կրպակ կա, այդտեղ հաց են վաճառում։ Ասեմ հավատում եմ, բայց չեմ շարժում տեղից։ Ինչ հավատք է, սա մեռած հավատք, սառած հավատք։ Հավատքը դա է, որ ես քեզ հենց հավատացի քայլ անեմ դեպի այդ վայրը, որպեսզի այդտեղից ձեռք բերեմ իմ կարիքը։ Տերը ձեզ պահի, ուրեմն ես ուզում եմ կարդալ Ծննդոց 12:3-ը, ասում է Տերը Աբրահամին, երբ որ ասես դուրս արի գնա, Աբրահամը իհարկե հնազանդեց, եւ Տերը այսպեսի խոսք ասում, եւ քեզ օրհնողներին կօրհնեմ, քեզ անիծողներին կանիծեմ, եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն։ Հրուշացում դարձեք։ Նորից կախված է հավատքի գործը։ Մարդիկ հավատում են։ Աբրահամը Աստծո մարդ է։ Մի քայլ քեզ օրհնողներին կօրհնեմ, քեզ անիծողներին անիծալ կլինեն կամ կանիծեմ։ Այսինքն ով որ քեզ բարիք անի, Աստված են նրան բարիք կանի։ Սա վերաբերում է ոչ թե միայն Աբրահամին, այլ բոլոր հավատացյալներին։ Երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն։ Իսկ ես խոստում նրանց էլ կհասնի։ Բնական է, եթե մեկը Աբրահամի հավատքն ունի, նրան էլ է վերաբերում, քեզ օրհնողներին Աստված պետք է օրհնի։ Այսինքն ուշացում դարձեք, ես հավատում եմ դու ով ես, հավատում եմ Աստծո խոսքին, որ դու Աստծո զավակ ես, Աստծո մարդ ես, Աստծո ժողովրդի անդամ ես, ընտանիքի անդամ ես, եւ ես հանուն Աստծո այս հավատքը, որ հավատում եմ դու ով ես, կոչումիդ եմ հավատում, եւ ես իմ սրտում բարիք եմ անում, որպես թե այսիշ մարդուն։ Օրինակ, ասես մի բան ասեմ, որ ավելի պարզ լինի։ Մարդը գալիս է, չէ, իր մոտ կարիք ունի, եւ նա ասում է, հա, սա իմ օրինակ քերուս տղան է կամ հորեղբորս տղան է։ Պարզ է, այդ պատճառով նա օրհնում է, ասենք օգնում է նրան, չէ՞, կանչել է ինձ, այս ինչ հարցում իրեն օգնեմ։ Դե բարեկամ է, ոչ չգնաս, օրինակ, էլի։ Արդեն դու չես զգում, բայց իրականության մեջ դու այդ համարումը տալիս ես, հենց այդ պատճառով է, որ ձեռը քեզ երկարացնում նրան, օգնություն ես տալիս նրան։ Նմանապես է դες Աստծո մարդ է, պետք է օգնեմ։ Քերուս տղան է, կամ Աստծո մարդ է, կամ հարևան մարդ է։ Այդ կոչումը շատ նշանակություն ունի։ Դրա համար եթե մեկը օգնում է քեզ որպես Աստծո մարդու, այս անգամ Աստված նրան կօրհնի։ Դրա համար մի խրատ եմ տալիս շատ ժամանակ, թե մոռանում ենք հաճախակի զրկվում ենք այդ մեծ օրհնությունից, փոքր օրհնությունների ենք վազում։ Ես իմ երեխայի համար բարիք եմ անում, չէ՞։ Ինչու եմ անում այդ բարիքը, դե իմ երեխան է։ Լավ կներ որ դու ասես հանուն Աստծո եմ անում, Աստծո պատվերն է, Աստված է ասել, նա էլ է Աստծո մարդ։ Օրինակ, թեկուզ քո երեխան, քո կնոջ համար, քո ամուսնու համար բարիք ես անում։ Ավելի լավ է մեծ անունով գործդ կատարես, սա հավատքի գործ է, որպեսզի ավելի մեծ օրհնություն ստանաս։ Պետրոսի առաջին թուղթ 3:9-ում գրված է. Չարի փոխարեն չար չհատուցեք կամ բամփասանքի փոխարեն բամփասանք, այլ ընդհակառակն օրհնեցեք, ուշացում դարձեք ինչ ասում, գիտենալով որ իսկ սրա համար կանչվեցիք, որ օրհնություն ժառանգեք։ Դուք մի նմանվեք այդ մարդկանց, չարի փոխարեն չար հատուցեք, բամփասանքի փոխարեն բամփասանք։ Դե ինքը իմ համար չարություն արի, ես էլ նույնն նրան չէ։ Ասում է,
Դուք բոլորին օրհնեք, բարիք արեք, իմանալը, որ հենց սրա համար եք կանչված, որ օրհնություն ժառանգեք։ Դու ցանի, որ հնձես։ Իհարկե ցանելն Աստծո շնորհքից է, օրհնությունը Աստծո բարիքն է։ Անկամ եթե ես կարողանում եմ օրհնել, անկամ եթե ես կարողանում եմ բարիք անել, սա շնորհք է Աստծուց։ Հեշտ չի բարիք անել։ Մարդիկ կան իրենց ընտանիքին հեշտ չեն կարողանում բարիք անել։ Եթե սիրտդ բացվում է Աստծո առաջ, նման մարդ լինելու պետք է արագացնես, լինես բարի, անգամ բարեգործ, գործով հաստատես քո բարի լինելդ։ Երրորդ Թագավորաց 17:8-16-ում այսպես է գրված. «Եվ Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով. վեր կաց գնա Սիդոնացիների Սարեպթան եւ այնտեղ նստի։ Ահա ես այնտեղ մի որբևարի կնկա հրամայել որ քեզ կերակրի։ Եվ նա վեր կացավ գնաց Սարեպթա եւ հասավ քաղաքի դուռը։ Եվ ահա այնտեղ մի որբևարի կին փայտ էր հավաքում։ Եվ նա կանչեց նրան եւ ասաց. խնդրում եմ ինձ համար մի քիչ ջուր բեր մի ամանում որ խմեմ, Եղիայի մասին է խոսքը։ Եվ երբ որ նա գնաց բերելու, նրան կանչեց ասաց. խնդրում եմ ինձ համար մի պատառ հաց բեր ձեռքիդ։ Եվ նա ասաց. կենթանի է քո Տեր Աստվածը, որ ես մի նկանակ չունեմ, բացի մի բուռ ալուր սափորում եւ մի քիչ յուղ կուժում։ Եվ ահա մի երկու փայտ եմ հավաքում, որ գնամ պատրաստեմ այն ինձ համար եւ իմ որդու համար եւ ուտենք ու մեռնենք։ Եվ եղան ասաց նրան. մի վախեցիր, գնա արա քո խոսքի պես։ Միայն թե առաջ ինձ համար մի փոքր շոտ շինի նրանից եւ բեր ինձ համար եւ հետո քեզ եւ քո որդու համար շինես, որովհետեւ այսպես ասում Իսրայել Տեր Աստվածը։ Ասում է սափորում ալուրը պիտի չվերջանա եւ կուժից յուղը չպակասի, մինչեւ այն օրը, որ Տերը անձրև տա երկրի երեսին։ Եվ նա գնաց եւ արեց Եղիայի խոսքի պես։ Եվ նա եւ կին եւ իր տունը կերան բավական ժամանակ եւ սափորից ալուրը չէր վերջանում եւ կուժիցը յուղը չէր պակասում։ Տիրոջ այն խոսքի պես, որ ասեց Եղիայի ձեռքով։ Ուշադրություն դարձնեք, որ ասում կանոն է, Տերը շատ լավ կարգ է դնում, արա, բայց էլի հավատքի գործ է։ Արա, որ ստանաս։ Սովի են մատնվել ժողովուրդը։ Եվ կինը հույս չունի ոչ մի տեղից մի բան ձեռք բերելու, ասում է մի բուռ ալուր է ընդհանրապես դա բան պետք է շինեմ, ես ու տղաս ուտենք, ոնց ասած էլ ուտելու բան չունենք, մնում ենք սովի մատնված, մինչև որ մեռնենք։ Բայց Եղիան խոստացավ, բայց սարքիր, մի բուռ ալուր ինչ է 3 հոգու համար։ Ասում է սարքի բեր առաջ ես ուտեմ, հետո դու քո տղան։ Ինչ քաղաքավարություն է։ Դա համար շատ քաղաքավարություններ Տիրոջ օրենքին չեն բռնում։ Տիրոջ քաղաքավարությունը ավելի մեծ է։ Հավատքի խոսք էր ասում, կինը հավատաց, հենց այդպես էլ արեց։ Ինչ արեց։ Պատրաստեց, բերեց, տվեց Եղիային, եւ Եղիան կերավ, եւ օրհնությունը սկսեց, ասենք հրաշք սկսեց։ 3 տարի էր, ինչքան էր, սովը չգիտեմ ինչքան ժամանակ է սկսել, բայց մինչև սովի վերջանալը, ասում է, ոչ ալուրն էր վերջանում այդ սափորից, ոչ էլ կուժիցը յուղն էր վերջանում։ Անտեսանելի աղբյուրներ էին դարձել, բազմանում էին, ավելանում էին, կինն էլ չգիտեր ոնց է կատարում, Եղիան ինքն էլ չգիտեր ոնց է կատարում։ Միայն մի բան գիտեն, հավատացել են, Տիրոջը Տերն էլ առատացնում է։ Տեսնում եք, որ հավատքով է նաև հավատքի գործերով, այդ կինը թեև հավատար, բայց չգործեր, պատկերացրեք։ Պատկերացրեք, եփեր չի ասել Եղիան շատ ագահություն անում, տղա ջան, դու կեր, օրինակ ասենք, կեր ես մնացած կտամ իրան, ես էլ չեմ ուտի, կօրհնվեր, չէր օրհնվի, բայց հավատալ ես, որ ճիշտ ինչպես ասվել է, այդպես աներ։ Կինը ճիշտ այդպես արեց, ինչպես մարգարեն ասել էր, եւ օրհնվեց։ Սա հավատքի գործ է, Աստված ձեզ պահի։ Մատթեոս 5-րդ գլուխ, Մատթեոսի ավետարանում նշված տեղերից կարդանք, մնացած տեղերը կան, դու կարող եք գրքից օգտվել կարդալ եւ խորհուրդ տամ որ անպայման կարդաք։ Ուրեմն 5-7-ում այսպես է գրված, ասում է. Երանի ողորմածներին, որ ողորմություն պետք է գտնեն։ Տեր այս կարգը դրել է։ Երանի ողորմածներին, այսինքն դու ողորմություն ես անում, ումը որ ողորմություն ես անում, դա կախված չի նրա գործերից։ Նրա լավ կամ վատ լինելուց, ուղղակի խղճում ես տալիս ես։
Տերը չի ասում Երանի ողորմածներին, որ վարձք կառնեն, չէ։ Քո նեղության մեջ էլ Աստված քեզ ողորմություն կանի։ Այսինքն քո ողորմության արժեքը չի։ Շատ ժամանակ ժողովուրդը սխալ է հասկանում, ումն է մի կտոր հաց տվե եկավ առաջ, կարծես այդ մի կտոր հացը այնքան թանկ էր, որ արժեր էս մեծ փորձանքից փրկվեն։ Բայց ոչ, դու քո հերթին ողորմած ես եղել, Տերն էլ քո հանդեպ է ողորմած։ Թեկուզ ավելի մեծ բան է անում, քան որ դու ես արել։ Նաև հիշեցնում եմ, ուղղակի չեմ կարդում 25-րդ գլխում Մատթեոսի ավետարանում 31-ից 40-րդ խոսքերում գրված է, չէ՞, Տերը օրինակ ասենք ոմանց բարիք է անում։ Ասում է ես սոված էի, ծարավեի, բանտում էի, հիվանդանոցում էի, օտար էի եւ այլ նեղությունների մեջ էի, դուք ինձ ձեռք մեկնեցիք։ Սոված էի հաց տվիք, ծարավեի ջուր տվիք, մերկ էի հագցրիք, օտար էի ձեզ մոտ արեք ու դա շարունակում է։ Բայց ասում է երբ են կարել այս բանը քեզ համար։ Տերը ասում է այս փոքրերից մեկին արեցիք, ինձ համար արեցիք։ Մարդիկ ողորմություն էին արել, բարիք էին արել, բայց Աստված հատուցեց հավիտենական ողորմությունով։ Գնացեք, ժառանգեցեք այն արքայությունը, որ Հայրը պատրաստել է ում համար, ձեզ իրեն սիրողների համար։ Վերստին ծնունդից հետո է մարդը կարողանում է չարագործություն չանել, բարեգործության մեջ հարատևել, թեև սայթաքումներ կան, բայց մարդը բարեգործության, բարի վարքի մեջ աճում, մեծանում է։ Նույնպես չի, որ առանց վերստին ծնունդի մարդը կարողանա հարատևել բարեգործության մեջ։ Այսինքն սա ոչ թե արքայությունը առնել էր նշանակում, այլ ինքը ողորմած եղել է չպատկերացնելով, թե դրա հատուցում ինչպես կլինի։ Բայց Տերը, ոնց ասեմ, բազմապատիկ էլ ասեմ քիչ է, շատ ավելի մեծ ողորմություն է անում, որովհետև ինքն էլ խղճացել է ուրիշներին։ Օրինակ Իսահակ օրհնում էր իր որդիներին, Հակոբին օրհնեց, հետո Եսավին էլ երկրավոր իմաստով օրհնեց, սակայն տեսնում ես Եսավը լաց էր լինում, կարծես հոգևոր օրհնություն էր ուզում, հավիտենական օրհնություն էր ուզում։ Տառացի Իսահակը մի բան չվերցրեց տար Հակոբին, բայց նրա ասածը կատարվող էր։ Հավատքով Աստծո անունով օրհնում էր։ Սա է օրհնություն տար։ Օրհնիր, որ օրհնվես։ Աստված, չէ՞։ Աստծո խոսքի մեջ օրհնություն կա։ Ասում է եւ լինում է։ Չէ՞։ Աստված նաեւ ասում է, իհարկե նագաների նման չէ, որ ուրիշի տան շուրջը, մեքենայի շուրջը պտտվում են ագահության սրտից, ինչ ուզում խոսում են եւ կարծում են կլինի, այդպես չի։ Պետք է համընկնի Աստծո կամքին։ Աստծո խոսքի համաձայն, երբ որ դու էլ խոսում ես, անգամ շատ տեղեր կա, որ աղոթք էլ չի լինում, խոսքդ ասում ես եւ կատարվում է, որպես օրհնություն։ Այսինքն կարելի է այսպես էլ ասել, օրհնությունն էլ երկրորդ տեսակ աղոթք է։ Օրինակ, հարսանիքներին մեկին օրհնում ես, հարս ու փեսային, ասում ես Աստված ձեզ պահի, կամ Աստված ձեզ երկար կյանք տա, չէ՞։ Հավատացել մարդու համար է խոսքը, ոչ թե անհավատի, որ շատ ձևական ուղղակի խոսքը ասում են, էլի։ Աստծուն չեն հավատում, բայց այդ տեղերում անգիր արած կրկնում են։ Նրանց խոսքը փուչ խոսք է։ Բայց երբ որ մենք իրոք հավատքով է խոսում, սա երկրորդ կարգի աղոթք է։ Այսինքն երբ որ օրինակ ես ասում եմ Աստված ձեզ երկար կյանք տա, ինչ է նշանակում։ Ես աղոթք եմ անում Աստծուն, Աստված նրանց երկար կյանք տուր։ Օրհնությունը, որ խոսքով սրտով օրհնություն ես տալիս, դա ուղղակի աղոթքի մակարդակ ունի։ Դրա համար նաև խոսքով օրհնությունն էլ զորություն ունի, հավատացյալների բերանից է երբ որ բխում։ Իհարկե Տիրոջ բերանից Տիրոջ ասածը բոլորը խոսքեր։ Տիրոջ օրհնությունը անեցք անեցք։ Օրինակ Տեր Հիսուսը երկրի վրա մարդ չանիծեց, բայց անեցք արեց։ Հիշում եք թզենուն անիծեց։ Այլևս, ասենքն սրանց հետո քեզանից ոչ ոք պտուղ չուտի։ Նույն պահին չորացավ, թեև չորացումը աշակերտները ինչ որ պահից հետո զգացին, հաջորդ օրը, ասում է առավոտ երբ որ գալիս էին։ Երբ որ տեսան թզեն չորաց, Տեր քո ասած կատարվեց։ Դրա համար շատ տեղեր Տեր ասում է
Ինչ որ կապ է կապած կլինի, ինչ որ արցակ է արցակված կլինի։ Շատերը որ չարություն են արել, թեկուզ պատժվել են, նրանք իմիջիալության պատտվեն, բայց կգա օրը Եսավի նման լաց կլինեն եւ չեն ճարել։ Նույնիսկ թվում է օդի մեջի խոսքեր էլի բանավոր ասվեց։ Իսահակն էլ բանավոր ասաց, բայց եկավ ժամանակը, որ Եսավը անտարբեր էր, այդ ժամանակ, որ արդեն պետք է կատարվեր, ասում են լացով փնտրեց, բայց չգտավ։ Պետք է մենք զգուշ լինենք, հենց այս հարցերում էլ։ Տիրոջ խոսքի պես է օրհնվում կամ զրկվում մարդը։ Տերը ձեզ օրհնի, շատ օրհնության, ասած ասած, դետալներ կան, որ մենք օրհնվենք, ստանանք, սակայն մեր ամենամեծ օրհնությունը ինչն է կամ ով է։ Աստված է։ Պատկերացնում եք, շատ օրհնություններ կան, որոնք Աստված է տալիս, բայց ավելի մեծ օրհնություն է, երբ որ օրհնողին ունես։ Չէ՞։ Օրհնության աղբյուրը նրա սրտից է, նրա բերանից է, դու նրան ունես որպես հայր, Աստված Տեր ու Տիրական։ Սա մեր ամենամեծ օրհնությունն է, հավիտենական կյանքից առավել է։ Ուրեմն սա երկրորդ բաժնի 4-րդ ենթաբաժինն է, ժառանգաբար փոխանցվող օրհնություններ։ Սուրբ Գիրքը ցույց է տալիս հես Ծննդոց գրքում, Աբրահամի կյանքում, ուրիշների կյանքում, որ մարդը ունի Տիրոջից օրհնություն, օրինակ Իսահակի համար կարդացի արդեն չեմ ուզում կարդալ, շատ տեղեր կան, Աբրահամը իր եղածը տվեց Իսահակին, ժառանգաբար օրհնությունը փոխանցվեց, նա չի աշխատել, ձրի հայրը իրեն նվիրել է, ժառանգություն է տվել։ Նմանապես, ասենք ուրիշները, մեզ համար էլ, ասենք Աստված պատրաստել, մենք արդեն ժառանգությունը խոսեցին, որդեգրություն թեման, որ մենք էլ որպես Աստծո որդիներ, Աստծո նման հայր ունենալով, Աստված այդ հավիտենական ժառանգությունը մեզ պետք է տա, որը բերանով անասել է կամ Պողոս ասում է, այն որ աչքը չտեսավ, ականջը չլսեց, Աստված պատրաստել է իր զավակների համար, իրեն սիրողների համար։ Փառք Աստծուն այդ օրհնության համար։ Ուրեմն մենք 18-րդ թեմայի, այսինքն օրհնություն եւ անեծք թեմայի 3-րդ բաժնին ենք հասել, որը կոչվում է ինչպես է մարդը հայտնվում անեծքի տակ։ Կամ ուրիշ կերպ կարող ենք ասել, ինչպես է անեծքը գալիս մարդու վրա։ Մենք 4 պատճառներ ենք բերել, որոնք մարդուն բերում են անեծք։ Օրինակ, մարդը անեծքի տակ է հայտնվում Տիրոջ խոստումներին չհավատալու պատճառով։ Նաև երկրորդ պատճառը սա է Տիրոջ իրավունքի կանոնները խախտելու պատճառով։ Երրորդը իծնե, ասած ասած զրկանք կա, անեծք կա, որ մարդը հայտնվում է անեծքի տակ, նաև անեծք կա անկախ մարդուց, որ պատճառը մարդը չի, ինքը առիթ չի տվել, բայց վնասվել է, վնասը տվել են։ Ուրեմն առաջին ենթաբաժինը պետք է նայենք, որը կոչվում է անեծք Տիրոջ խոստումներին չհավատալու պատճառով։ Տերը խոստումներ է տվել մարդուն, որ մարդը ստանա, օրինակ ձրի Աստված խոստացել է օրհնություններ, տարբեր օրհնություններ, բայց մարդը ինչ է անում, եթե չի հավատում, ինստինկտիվորեն այդ օրհնությունը չի ստանում, եթե օրհնությունը չի ստանում, մնում է զրկված, այսինքն զրկանք է կրում, եթե օրհնություն չկա, անեծքի տակ է հայտնվում, որտեղ մարդը հավատալով վերցնում է Աստծո օրհնությունը, իսկ չհավատալով կորցնում է այն, ինչը որ Աստված ուզում է իրեն տալ։ Օրինակ 4 Թագավորաց 7:1-2 գրված է, կարճ է պատմում, սով էր սկսված եւ թագավորը որոշել էր Եղիսեին սպանել տալ, իբրև թե դու լավ ծառա ես Աստծո, խոստումներ ես տվել, բայց մենք չենք ստացել նման վերաբերմունք, եւ երբ որ եկան Եղիսեի մոտ, Եղիսեին արդեն հայտնի եղավ ովքեր են գալիս իր մոտ, ինչ պատճառով, սակայն Եղիսեին ասում է լսեցեք Տիրոջ խոսքը, այսպես ասում Տերը, վաղը այս ժամանակ 1 գրիվ շարվա ալուրը, 1 ստիղ եւ 2 գրիվ գարին 1 ստիղ կլինի Սամարիայի դռան, այսինքն Սամարիա քաղաքը շրջապատված էր
ասորական զորքերով եւ քաղաքը սովի էր մատնված։ Բայց նույնիսկ մի գին ասեց այդ ժամանակներում, որ անհնար բան էր, որտեղ վերևում ասում է անգամ էշի գլուխը ծանր գին արժեր, կամ այն աղավնու կերակուրը, որ ոչ մի բան չէր, մարդը ընդհանրապես չէր ուտում, բայց մեծ արժեք ուներ։ Սակայն մեկ էլ շատ մեծ էժանություն է հայտնությամբ գալիս, խոստանում Աստված, եւ ասում է, եւ պատասխանեց նախարարը, որի ձեռքի վրա կրթնում էր թագավորը։ Ինչ է ասում Եղիսեին։ Ահա եթե Տերը երկնքում պատուհաններ շինելուց լինի, ասում է կլինի այդ բանը, բայց նա ասեց, ահա կտեսնես քո աչքերով, սակայն ինքը դրանից չես ուտի։ Պատկերացրեք ինչ էժանություն է խոսում, անգամ նախարարը ասում է, եթե երկնքից պատուհան էլ բացվի, Աստված բացի, հաց թափի, միթե այդքան էժանություն կլինի։ Պատկերացրեք ինչ աստվածով էր, որ չէր պատկերացվում, որ այդպիսի էժանություն ունի։ Անգամ այդ պատմության մեջ կա, որ ասում է երկու կին ողջ երեխային մորթե կերել էին։ Հերթ էին դրել, մի կնոջ երեխային մորթե կերել էին։ Երբ որ արդեն առավոտ եղավ, ասում է, եւ ժողովուրդը դուրս գնաց եւ կողոպտեցին ասորների բանակը։ Նորից հիշեցին, որ բանակը ամեն ինչ թողել փախել էր տիրոջ հրաշքով, դեր ինչ որ ձայներ էր լսել, տվել նրանք վախեցել փախել էին։ Եվ ասում է մեկ գրիվ շարմաղ ալյուրը դարձավ մեկ սկիղ եւ երկու գրիվ գարին մեկ սկիղ, այսինքն ինչպես որ Տերը ասում է տիրոջ խոսքի համատ։ Եվ թագավորը դռան վերակացու դրեց այն նախարարին, որի ձեռքի վրա կրտնել էր։ Այսինքն այդ նախարարին դրել էր, որ հերթ պաշտպանի, հանգիստ դուրս գան, իբր գնան, բայց դες սոված ժողովուրդ ինչ հերթ պաշտպանել։ Եվ ասում է, երբ որ ժողովուրդը դուրս էր գալիս, ասում է այդ նախարարին ոտի տակ տվեց։ Իհարկե այդտեղը չկարդացի, կրկնվում է, որ ասում է արդյոք եթե պատուհաններ էլ Տերը բացի այդպիսի էժանություն կլինի, եւ ասում է ժողովուրդը նրան ոտի տակ կոխեց եւ նա մեռավ։ Այսինքն ուշադրություն, ասում է Տերը խոստում տվեց օրհնության։ Մարդը չհավատաց եւ հայտնվեց անեծքի մեջ, այսինքն վնաս քաշեց, այն ինչպիսի վնաս, մահվան վնաս քաշեց։ Ուրեմն ասում է, որ մարդը չհավատա Տիրոջ խոստումներին, այո, կարող է հայտնվել անեծքի տակ։ Այսինքն ինչ որ կար, ավելին եղավ նրան, չէ՞։ Սովը կար ու կար։ Սակայն մեկ ուրիշ բան պատահեց, մահով պատասխանեց նա, չհավատալու պատճառով։ Ուրեմն նմանապես էլ ավետարանը խոստանում է մարդկանց փրկություն։ Օրինակ, ինչպես որ ասացի, Աստված ասում է, ով որ հավատա, չի կորսվի, այլ հավիտենապես կապրի։ Ով որ Քրիստոսին հավատա, մեղքերի թողություն կստանա։ Տերը հնարավորություն է տվել, որ փրկվեն մարդը, որ չի հավատում, գրված է, ասում է, եղած վիճակի վրա մի նոր պատիժ էլ կգա, չէ՞։ Մարդը առանց այդ էլ դատաստանի տակ է, Աստծո բարգության տակ է։ Ասում ով որ չհավատա կմնա Աստծո բարգության տակ, բայց ավելի պատիժը մեծ կլինի։ Տերը ձեզ օրհնի։ Երկրորդ պատճառը, որ մենք ասեցինք, Տիրոջ կարգ ու կանոնները խախտելու պատճառով, կամ Տիրոջ կարգ ու կանոններին չհնազանդվելու պատճառով է մարդը նաև ընկնում անեծքի տակ։ Մենք գիտենք, Տիրոջ կարգ ու կանոնները, օրենքները ինչ են իրենց ներկայացնում, իրավունք։ Չէ, Տերը ինչ որ ասել էր, սա իրավունք էր։ Հենց սկզբից որ մենք հիշենք, որ Ադամը ընկավ, ասինքն անեծքի տակ, այսինքն զրկանք կրեց, հենց Տիրոջ պատվիրանը խախտելու համար։ Տերը սահման էր դրել, որ այդ սահմանից չպետք է անցներ, սակայն Ադամը չհնազանդվեց։ Կնոջ պատճառով կինն էլ օծին լսեց, մեկի վրա են այդպես գցում, եւ Ծննդոց 3-ի 17-ից 19-ում Տերը ասպես ասում, Ադամին ասում է, որովհետև դու լսեցիր քո կնոջ խոսքին եւ կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ ասելով նրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերումը։ Նա փուշ եւ տատասկ բուսնե քեզ համար եւ դաշտի խոտն ուտես, երեսիդ քրտինքով հացը ուտես, մինչեւ որ ետ դառնաս երկրին, որտեղ նրանից առնացա։ Նրա համար որ հող է, դեպի հողին դառնաս։ Պատկերացնում ես, մինչեւ այս խոսքը չէր ասվել։ Ադամը խախտեց իրավունքը
քո պատճառով քո ունեցվածքը անիծյալ լինի, երկիրը Ադամինն էր։ Նրանից նեղությունով ուտես, անգամ անեծքը եկավ Ադամի անձի վրա էլ, հողին դառնաս, այսինքն մահանաս, որտեղ մեղքի վարձքը մահն է։ Տերն էլ ասել էր, եթե խախտեք, մահով կմեռնես, նրանից կերած օրդ մահով կմեռնես, նախ հոգևորապես մեռավ և վերջնականապես ֆիզիկապես էլ հողին պետք է դառնա։ Ուրեմն մենք տեսնում ենք իրավունք խախտելու պատճառով Ադամը հայտնվեց իր սերունդով հանդերձ անեծքի տակ։ Նաև Եսայի 24-ի 5-ն ու 6-ն եմ ուզում ձեզ համար կարդալ, որ նորից խոսում է երկրի մասին և ցույց է տալիս երկրի ապստամբությունը և այդ պատճառով անեծքը, որ իրավունք խախտել են։ Օրինակ 5-ից որ սկսեմ, ասում է երկիրը պղծվել է իր բնակիչների կողմից, որովհետև օրենքները զանց են արել, այսինքն խոսքը Աստծո օրենքների մասին է, ոչ թե մարդկային, որովհետև գիտեք, որ մարդկային օրենքները սուրբ չեն։ Ասում է պատվիրանները փոխել, հավիտենական ուխտը խափանել։ Այդ պատճառով անեծքը թափել է երկրի վրա եւ բնակիչներն իրենց հանցանքի պատիժը կրեցին։ Ասում է երկրի բնակիչները այրվեցին եւ քիչ մարդիկ մնացին։ Այսինքն շուտով որ պետք է կատարվի, հենց սա է, որ անեծքը պետք է թափի երկրի վրա, հենց սա անեծք է, որ մարդիկ իրար չեն հասկանում, հենց իրանք իրար ձեռով իրար կոտորում են։ Դրա համար Տեր ասում է օրենք են խափանել, ուխտ են թողել, պատվիրաններ են խախտել, այսինքն Տիրոջ սրբության եւ իրավունքի սահմանները խախտել են, ասում է եւ դրա պատճառով անեծքը թափել է երկրի վրա եւ հենց անեծքը սա է, որ երկրի բնակիչները դրանով պատիժ կրեցին։ Պատվիրանները խախտելու պատճառով, իրավունքները խախտելու պատճառով նորից մարդ հայտնվում է անեծքի տակ։ Հռոմեացիների 3:23-ը նորից հայտնի համար է ձեզ համար, որ ասում է, որտեղ ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասեցին։ Պակասեցին, ասինքն զրկանք կրեցին, փառքը կորցրեցին, փառքի մեջ չմտան, մարդը զրկվեց այդ փառքից։ Ոչ թե փառքը կորավ, փառքը կա Աստծո, մարդը զրկվեց Աստծո փառքից։ Սակայն իհարկե խոսանք, որ ինչպես է օրենություն ստանում, տեսնենք, որ իրականության մեջ, եթե անիրավություն անելով, չհավատալու պատճառով մարդը զրկվում է, հավատալու պատճառով պետք է ձեռք բերի։ Խոստումը Գաղատացիների 3:10-ում էլ ասում է, որովհետև որոնք որ օրենքի գործերից են, անեծքի տակ են, որտեղ գրված է, թե անիծյալ լինի ամեն մարդ, որ չի կենում օրենքի գրքի բոլոր գրվածներում, որ ամենը ան է։ Եթե մեկը օրենքի տակ է, այսինքն օրենքին է պատասխանատու, Քրիստոսինը չի, ուրեմն օրենքի հետ կապված, օրենքի հետ վերաբերմունքի ձևն է սա է։ Եթե որևէ մի պատվիրաններ խախտես անեծքի տակ ես, որտեղ գրված անիծյալ ամենայն մարդ, որ օրենքի գրքում գրած բոլոր պատվիրանները չի անում, որ ասում է ամենը ան է, ոչ թե ասենք 90% թե 99% էլ կատարի, մեկը չկատարի, միևնույն է անեծքի տակ է։ Նաև իրավունքի խախտում գրանցվել է, ասենք Մատթեոսի 25-րդ գլխի 41-ից 46-ում, Տերը կասի ձախ կողմիների, որ այծելն էին, ինձանից դեն գնացեք ով անիծյալներ հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի եւ նրա հրեշտակների համար, որտեվ ես սովեցի, դուք չտվեցիք ինձ ուտել, ծարավեցի ինձ չխմեցիք, օտար ինձ ձեզ մոտ չառակ, մերկ է ինձ չհագցեցիք, հիվանդ եւ բանտի մեջ է ինձ այցի չեկաք, կամ չայցելեցիք։ Եվ այն ժամանակ ասում են նրանք կասեն. երբ տեսանք Տեր քեզ այդ վիճակների մեջ, որ քեզ ծառայություն չարեցինք։ Եվ ասում է թագավորը կասի, այս փոքրից մեկին չարիք, ինձ էլ չարիք, եւ սրանք կգնան հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Այսինքն տեսնում եք, Աստված կարգ ու կանոն է դրել, անգամ ողորմած լինելու, բարի լինելու, բայց եթե դու չես կատարել այդ իրավունքի կանոնները, շատերը մտածում են, ինչ եմ արել վատը, բայց միայն վատ անելը չի, որ չարիք է, այլ լավը չանելն է չարություն է։ Այս բաները պետք է անեիք, բայց դուք չարեցիք։ Դրա պատճառով ասում եմ գնացեք հավիտենական կրակի մեջ։ Էլ իրավունքի խախտում էր։ Պատկերացնում եք, շատերը կարող մտածեն ոնց կլինի։ Այսինքն առակ էլ կա, ասում եմ մեկը հայտնվում է դժոխքում, ասում է Տեր, ինչ եմ արել, որ եկա դժոխք։
Ասում է հենց հետա որ ոչ մի բան չես արել։ Դու պետք է բարիք էլ անեիր, ոչ թե մենակ չարիք չանեիր։ Օրինակ, պատկերացրեք, ծնողը գալիս է երեխաների վրա խոսում է կամ երեխաներին պատժում է, այնպիսի երեխաներին, օրինակ, եթե մեկը մի բան է ջարդել կամ քույր եղբայրներին է նեղացրել, չէ, չարություն է արել կամ գողություն է արել, իսկ մեկին էլ պատժում է, որտեղ հանձնարարել էր, տունը մաքրի չէր մաքրել, հա, կամ ես ինչ գործանի չի արել, նա կարող է չի ասել, ամբողջ օրը խելոք պարկել եմ, ոչ մեկի հետ ոչ կռվել եմ, ոչ գողություն եմ արել, ոչ սուտ եմ խոսել, եւ այլ, վատ բաներ շեշտի, որ այս բանը չեմ արել, այն բանը չեմ արել, այն բանը չեմ արել, ծնողը պետք է ասի տունն էլ չես մաքրել, էդ էլ չես արել, բարիք էլ չես արել, վատ բան չես արել, բարիք էլ չես արել։ Դա էլ է իրավունքի խախտում։ Եթե տասնաբանյան նայենք օրենքի հիշեք, կար որ ասում էր մի արա, չէ, մի գողացի, մի շնացի, մի սպանի, բայց բանը կար որ ասում էր արա, ասինքն ծնողի պատվիր, շաբաթը հիշիր, ասենք դրոջ հանգստի օրն եւ այլ։ Որոշ իրավունքներ խախտվում է անելով, որոշ իրավունքներ չանելով։ Չես կարող ասել, ես մեղք չեմ գործել, չեմ գողացել, չեմ շնացել, չեմ սպանել, հա, բայց ծնողդ էլ չես պատվի, ասինքն այն որ պետք է աներ, չես արել, թեկուզ այն որ չպետք է աներ, թեկուզ չես արել, միևնույն է, մի պատվիրան խախտել ես։ Գուցե մեկ ասի, օրինակ, որ ես իմ ունեցվածքի տերն եմ, չէ՞։ Լավ, ինչու է Աստված ինձ ստիպում, որ աղքատներին ողորմ եմ, խեղճերին, որ ասում է, եթե սրանց մեկի համար ես արել, ինձ համար ես արել, չեմ ուզում, չեմ անում, բայց Աստված կարգ է դրել։ Ուշացուն, եթե դարձնենք, մարդ չկա, որ միայն իր ունեցվածքով ապրած լինի։ Երբ որ Տերը օրինակ ունեցվածք է տալիս, գիտեք, չէ՞, Տիրոջ տվածի մեջ կա անգամ Տիրոջ բաժինը, ծնողների բաժինը, երեխաների բաժինը, անգամ աղքատներինը, որբերինը, որբևայրիներինը, անծանոթինը, այսինքն օտարականներին պետք է ձեռք մեկնես, հարևաններին, այսինքն կարելի ասել քո աշխատածը բոլորը քոնը չի։ Դա Աստված, որ մենք իմաստություն ունենանք ամեն տեղերում իր պահանջը կատարենք։ Սակայն եթե մենք չենք կատարում, չէ՞ որ շատ մարդիկ կան, աշխատում է, որ երեխան բաժին ունի, կինը ունի, ծնող ունի, բայց նա չի բերում տուն, այլ իր ունեցածը ծախսում է իր կամքով, ոնց ասած, իր քմահաճույքների մեջ։ Թեկուզ վերցնի հավաքի ոչ մեկի չտա, մեքենա առնի իր համար։ Սա ինչ է նշանակում, որ նա անեծքի փող էլ կա, զրկանքի փող էլ կա իր մեքենայի մեջ, անեծքով առած, ուրիշի զրկելով, վերջը Աստված նրան տվել էր, դրա համար մենք չենք կարող այո ասել, որ բոլորը իմն է, Աստված ըստ պահանջի բաժանել է, օրինակ երկրորդ օրինաց 26-12-ից այսպես է ասում, երբ որ 10-րդ տարին ասում է, երրորդ տարին քո արդյունքների բոլոր 10-րդը 10 վերջացնես եւ նրանց ղևտացին, օտարականին, որբին, որբևայրին 10 եւ նրանք քո դռներում գուտեն եւ կշտանան, այն ժամանակ քո Տեր Աստծո առջև ասես։ Լուշացում դարձեք։ Արա պրծի, շեշտում է որբին 10, որբևայրին, օտարականին եւ այլ, ումը որ պատվիրված է, 10 հետո կանգնես, ասես Աստծուն, այսինքն աղոթք բարձրացնես, խոսես Աստծո հետ։ Ինչ ասես։ Սուրբ եղած բանը բոլորովին տանից հանեցի եւ քո բոլոր ինձ հրամայված պատվիրանքների համեմատ ղևտացին, այսինքն ղևտացին ով էր, դրա պայն Աստծո ծառաները, որոնք որ օգտվում են Տիրոջ բաժնից 10-րդից։ Տիրոջ բաժին տալիս են եւ նրանց բաժինները, ասում են, որբին, որբևայրին տվեցի եւ քո պատվիրանքները զանց չարեցի եւ չմոռացա։ Սուքիս ասում է օրերում նրանց չկերա եւ անմաքուր բան չգործածի եւ նրանցից մեռելի համար չտվի։ Իմ Տեր Աստծո խոսքին լսեցի, բոլոր ինձ պատվիրանքից համեմատ արեցի։ Այսինքն անգամ մարդը ասում է իմ նեղության օրը, սուքիս օրն էլ չդարձավ պատճառ, որ ես ուրիշի բաժինը
խլեն։ Գուցե ես sense եմ մտածում, շատ ժամանակ ասում են ինչու է Հայաստանը միշտ նեղության մեջ։ Բայց հետաքրքիր է այստեղ ասում է, անգամ ասես իմ նեղության մեջ, անգամ սուքի մեջ էլ ես այդ սուրբ բաներին չկպա։ Այսինքն ուրիշի բաժին չկերա։ Ուշացու դարձեք այսպես լինի։ Գնացել ես, ասենք որևէ երկիր, օրինակ Ռուսաստանից մարդիկ գալիս են հաճախակի, մեկը տեսնում ես քո ծանոթներից մեկը քեզ գումար է տալիս, ասում է փոխանցի իմ քրոջը, եղբորս, ասենք օրինակ մի $100, օրինակ։ Մեկ էլ գաս երեխա հիվանդանան մի հիվանդանոց։ Ասես դե գիտես ինչ, դե երեխաս հիվանդացավ, դե ծախսել եմ։ Կլինի այդպես։ Կամ մարդ մահացա մեզանից, դրել եմ թաղման ծախսերին։ Այդպես անում են այդ ժողովուրդը, չէ։ Ինչ ուզում լինի, փոխանցածը հասցնում է։ Այստեղ էլ այսպես է, Աստված տվել է, որ դու փոխանցես։ Սա էլ է իրավունք եւ կանոնի խախտում, Մատթեոս 15-ի 4 եւ 5-րդ խոսքերում էլ այսպես է գրված, ասում է, որտեղ Աստված պատվիրեց եւ ասես, պատվիր քո հորը եւ մորը, եւ իր հորը կամ մորը անիծողը մահով կմեռնի։ Ուշացու դարձեք ինչ ասում, պատվիր, շատերը գիտեն պատվել է հեսա մամաջան, պապաջան, ցավը տանեմ խոսքով են միայն ուզում, բայց պատվիր, այսինքն մի բան տուր, դա կանոն է քո բոլոր կյանքում, իհարկե ծնողներն էլ չէ, այդ կանոնը պահել են, ամբողջ կյանքում տվել են, կամ շատ ծնողներ էլ չտվեցին, իրենց ընտանիքները զրկանքի մեջ պահեցին, այդենց էլ իրենց ունեցածից չկերան, այդ սովետը փոխվեց ամբողջ ընտանիքին զրկած գումարները, որ գցել էին բանկում էլ մնաց կորավ, իրենց էլ զրկեցին, ընտանիքները զրկեցին, այդենց էլ կորցրեցին, մի բան չդարձավ, ինչպես որ ծնողները պարտական են երեխաներին պահելու, նմանապես երեխաները պարտական են ծնողին պահելու։ Դա ասում մորը անիծողը, ինչ է նշանակում, մորը չպատվողը, հորն ու մորը չպատվողը, հորն ու մորը զրկողը մահով պիտի մեռնի։ Մեղքի վարձքը մահն է։ Աշխարհում շատ հիվանդություններ կան, չէ՞ գիտեք։ Հիվանդություններ կան, որոնք բժշկվում են հենց այդպես։ Դեղամիջոցներով Պարզվում է շատ հիվանդություններ կան, որ բժշկություն չունեն։ Հետաքրքիր է, բժիշկները խնամք են տանում ամեն ինչը, այնպես ինչպես որ ուրիշի մոտ կար։ Ուրիշը բժշկվեց, օրինակ այս անձնավորությունը չի բժշկվում։ Բայց մեկ էլ երբ որ նրա հետ խոսում ես, օրինակ տիրոջ իրավունքների խախտումներից, երբ որ մարդը կարգավորում է իր հարցը Աստծո, տեսնում ես բժշկվում է անգամ առանց դեղերի։ Տերը օրհնում է, Տերն է բժշկում նրան։ Այո, շատ հիվանդություններ, եթե մեղքի պատճառով է, եթե զրկանքի պատճառով է, իրանք խախտելու պատճառով է, ինչ ուզում ես արա, բժշկություն չկա, պետք է Տիրոջ հետ հարցեր լուծես։ Մենք հիմա կանցնենք երրորդ բաժնի, երրորդ ենթաբաժնին, այսինքն անեծք իծնե ժառանգությամբ։ Նաև ընդհանրապես, եթե մենք ուշադրություն դարձնենք, մարդկությունը ամբողջ անեծքի տակ է։ Օրինակ հենց Ադամի պատմությունը, որ մենք կարդացինք Ծննդոց 3:17-19, որ Ադամը իր անունքը խախտեց, ընկավ անեծքի տակ եւ նրա պատճառով իր ողջ սերունդն էլ իր հետ ընկավ անեծքի տակ։ Կամ Հռոմեացիների 5:12-ին նորից այդ մասին խոսում է, ասում է սրա համար ինչպես մեկ մարդու ձեռքով մեղքը մտավ աշխարհ եւ այն մեղքովն էլ մահ եւ այսպես մահը ամեն մարդկանց վրա տարածվեց, ըստ որում ամենքը մեղանչեցին։ Այսինքն դարձան մեղանչական եւ մեծացան ու մեղանչեցին էլ։ Այսինքն Ադամի մեկ մարդու ձեռով ասում է այստեղ։ Սերունդի պատճառով նմանապես մենք պետք է ուշադրություն դարձնենք, եթե հիշում եք պատմությունը Նոյի որդկանց, չէ, պատմությունը։ Ասում է մեկը մեղանչեց հոր հանդեպ, այսինքն ծաղրեց, ծիծաղեց հոր վրա, սա էր մեղքը։ Որ իրանք չկար դու քո հորը ծաղրես։ Ասում է Նոյը խաղող էր ճմռե, որպես թե հյութ։ Բայց դարձել էր ասենց գինի, մաճար էր դարձել։ Այդտեղից հասկանում ես, որ Նոյը հանկարծակի եկավ, կլիման փոխվել էր։ Ինքը չգիտեր, գուցե ջրեղեղից առաջ նույն բաները անում էր, երկար մնում էր։ Կլիման այնպեսին էր կամ պայմանները, որ
չէր շուտ թթվում կամ փչանում կամ չէր դառնում քացախ կամ գինի, բայց այս անգամ գինի էր դարձել եւ նա խմեց, ասում է հարբեց ամենայն դեպս որդին նրան ծաղրեց, բայց քամ այո եւ նա սերունդը անիծվեց, չէ, հենց պապու կողմից նոյի, ասես քանան, այսինքն քամի որդին, քանան անիծա լինի, ծառաների ծառա լինի։ Ուշադրություն դարձնում եք ոչ թե միայն Ադամի պատճառով է անեծքը գալիս մարդկանց վրա, բայց քամի սերունդը ադամական անեծքից բացի նաև իր մեղքի պատճառով եղած անեծքն էլ ժառանգեց։ Նմանապես ամեն մարդ, եթե ինքը մեղանչում է, իր սերունդի վրա անեծք է գալիս։ Շատ հիվանդություններ կան անգամ, որ բժիշկն ասում են ձեր ժառանգության մեջ, ասենք պապական հիվանդությունը կան, ասենք հարցնում են, եթե հա, սա ժառանգական հիվանդություն է, շաքար լինի կամ ասենք օրինակ հոգեկան հիվանդություն լինի, տարբեր հիվանդություններ կան, որ որոշ բաներում, դեպքերում բժիշկն ասում են ժառանգական է, այսինքն ինչ է, թե նրանք գիտեն հիվանդություն է ժառանգական գալիս, բայց ինչու է այդ ժառանգության մեջ, այսինքն այդ ճյուղի մեջ, այդ սերնդի մեջ այդ հիվանդությունը հարատևում։ Մենք էլ մեր աչքերով տեսնում ենք, որ ասենք օրինակ մի մարդ հոգեկան հիվանդ է, նա մեռավ, նրանց հետո նա տղան է, մեկ էլ տեսնում ես թոռն է, մեկ էլ նայում ես արդեն ծոռն է նույն հիվանդությամբ տառապում։ Ուրեմն ժառանգական անեծք էլ կա։ Եվ շատերը զարմանում են, ասում են Աստված ինչու էր ասում այդ քանանացիները, որ պետք է գնային, չէ՞, ժողովուրդը իսրայելցի, որ պետք է գնային, դրանց տեղը բնակվեին։ Տերը խոսեց Աբրահամի հետ, ասում նրանք չար են, չեն հնազանդվում, բայց նրանց մեղքը կատարալ չէ, այսինքն այնքան են ապրելու, այնքան են իրենց մեղքը կատարալները, որ կործանման անեծք պետք է գա նրանց վրա։ Նրանք իրենց անեծքին արժան են, ինչպես որ ամբողջ երկրի համար Եսայի 26-ից կարդացի, որ նրանք այս ճշմարտությունները, իրավունքները խախտել են, դրա համար անեծք թափել է նրանց վրա։ Նմանապես ամեն մարդ, եթե մեղք է գործում, իր սերունդի վրա անեծք է բերում։ Տերը մեր ողորմություն անի, որ մենք դրա վրա ուշադրություն դարձնենք։ Ելից 25-ում ցույց է տալիս, որ հայրերի մեղքի պատճառով անեծքը գալիս է սերունդի վրա։ Այսպես է գրված, ասում է սուտ աստվածների եւ կուրքերի հետ կապված, Աստված ասում է նրանց երկրպագություն չանես եւ նրանց չպաշտես, որտեվ ես քո Տեր Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցեմ հայրերի անօրությունը որդիների վրա մինչև նրանց 3-րդ եւ 4-րդ ազգ, որ ատում են ինձ։ Որ օրհնությունն է նույն կերպ է, որ եթե ասում եմ մեկին սիրի եւ իմ պատվիրանները պահի, նրանցը ավելի շատ, ասում մինչև 3-րդ 4-րդ սերունդ չէ, այլ 1000 սերունդ կորցնեմ նրանց։ Մենք տեսնում ենք այո, որ հայրերի պատճառով անեծքը գալիս է սերունդների վրա, արդեն ոչ թե միայն Ադամի պատճառով, այլ ամեն մարդու։ Շատերը ասում են Ադամ մեզ ինչ օրը գցես, բայց որ ինքը ուշադրություն դարձնում ինքը ինչ է անում իր սերունդի համար։ Նորից նոր անեծքներ է բերում։ Կամ 4 Թագավորաց 5-րդ գլխի 27-ից ուզում կարդալ, ասում է ուստի Նեմանի բորոտությունը քեզ եւ քո սերունդին փակչի հավիտյան եւ նա դուրս եկավ եւ նա առաջից ձյունի պես սպիտակ եղավ։ Ինչ պատմություն է Եղիսեի ժամանակի, Եղիսեն Գեզի անունով մի ծառա ուներ, որ ագահություն արեց եւ սուտ խոսեց, խաբեց մարդկանց, շորեր եւ ոսկի արծաթ վերցրեց։ Եվ Եղիսեն բարկացավ մարգարեր։ Եվ հենց այս խոսքերը ասեց, որ Նեման ասորին զորապետ էր, բորոտությունից բժշկվել էր։ Եվ նա Նեմանին խաբեց Եղիսեի անունից, իբր թե Եղիսեն ոսկի արծաթ եւ շորեր է ուզում։ Գնաց վերցեց պահեց, բայց որպես մարգարե նրան հայտնի եղավ, որ ինչ արել։ Եվ հենց այս անեծք արեց Եղիսեն, որ դու իմ անունով սուտ ես խոսել մարդկանց, ասեց այն բորոտությունը փաստում, որից բժշկվեց Նեման, քեզ եւ քո սերունդին փակչի հավիտյան։ Հիմա էլ ինչ ուզում ես արա, ուզում ես դեղեր օգտագործի, ինչ ուզում ես արա, այդ բժշկություն չկա նրանց։ Տեսնում եք, որ անեծք ժառանգական։ Ազգեր կան, որ այդ ազգերի մեջ ինչ-որ հատուկ մեղք կա, տեսնում ես այդ հիվանդությունը միայն այդ ազգի մեջ է։ Թող Աստված ողորմություն անի, մենք սրա վրա ուշադրություն դարձնենք, սակայն
նաև անեծք կա մարդու վրա անկախ մարդուց, թե այս անեծներից ազատվել է ավելի հեշտ է։ Օրինակ ասենք հոբի կյանքում չէ, մենք տեսնում ենք հոբը կատարյալ մարդ էր, Աստված գովեց, սակայն փորձվեց չարից, չարը նրա վրա հարձակում էր անում, որ իբր թե այդ դժվարությունները պատճառ դառնան, նա Աստծուն հայհոյի։ Հոբի գրքի 2:7-ում գրված 42:10, բայց տեսնում որ անտեղի էր նրա ցավը, անեծքի հանդիպես, կորուստ տվեց, ունեցվածքի կորուստ տվեց, երեխաների կորուստ տվեց անգամ առողջության, բայց մեղքի համար չէր։ Ուղղակի հարձակում էր չարից։ Վնաս էր տալիս չարը նրան։ Հնարավոր է այո, ոչ թե միայն չարը գող է, չէ, անեծքին չէ զրկանք, վնաս։ Մեկ էլ տեսնես կմտնի մեկի տունը գողություն կանի։ Այս մարդը պատճառ չի, այլ ուղղակի գողն է չար, որ մարդուն անիծում է գործով հենց։ Ուրիշն է լեզվով են անիծում, հենց գործով է անիծում։ Այսինքն այսպիսի բաներ են պատահում, որ անկախ նրանից հնարավոր է մարդը չարություն արածել չի, իրավունքի ճանապարհն էլ ծռած չի, բայց չարը կամ չար մարդիկ հարձակում են անում նրա վրա։ Հնարավոր է, այո, այդպիսի բան եւ Աստված էլ թույլ տա, հենց Տեր Հիսուսի հանդեպ, չէ, Հիսուսը չարություն չէր արել, բայց Հիսուսի հանդեպ ասենք վնաս տվեցին։ Ես որ ասում անիծել ամենայն մարդ, որ փայտից է կախած, չէ, անիծք արեցին Հիսուսին այդ մարդիկ, վնաս տվեցին։ Կամ էլ ասենք ուրիշ մարդկանց, ասենք արդարների հետ կապված Աստվածիկն է վկայում, ասում են նա ոչ մի վատ բան չէր արել, բայց դուք նրան զրկեցիք, չէ։ Հակոբոսի թղթում կա, ասում է, արդար է, եկավ, քեզ համար աշխատեց, քո արտը մշակված, քո հնձված, ոնց ասես քո բերքը տևում, բայց դու նրան զրկեցիր վարձից, անիրավություն արեցիր արդարի հանդեպ եւ ասում են զրկվածն աղաղակում է Աստծուն եւ Աստված պատասխան կտա։ Այսինքն այս չի որ միշտ մեղավոր տեղն է, որ մարդու վրա չարիք է գալիս, ոչ։ Եվ շատերը չեն զգում, որ անիծում են իրենց շրջապատը եւ Սուրբիկին ասում է ինչ ցանես դա կհնձես։ Ղուկասի ավետարան 13-րդ գլուխ 11-ից 16-րդ խոսքերը։ Եվ ասում է, ահա մի կին կար, որ հիվանդության ոգի ուներ 18 տարուց ի վեր, եւ կծկված է, եւ ամենևին չէր կարող ուղիղ կանգնել։ Եվ Հիսուսը նրան տեսնելով իր մոտ կանչեց եւ ասեց նրան. Ով կին, արձակված ես քո հիվանդությունից, եւ ձեռքը դրեց նրա վրա եւ նա շուտով ուղղվեց եւ փառավորում էր Աստծուն։ Իսկ ժողովրդի գլխավորը շատ բարկացած, որ Հիսուսը շաբաթ օրը բժշկեց, պատասխանեց եւ ասեց ժողովրդին. 6 օր կա, որ նրանցու պետք է գործել։ Ձեզանց ամեն մեկը ասում է կարող է 6 օրվա մեջ գա բժշկվի։ Ասում է հիմա այն օրերը եկեք եւ բժշկվեցեք, ոչ թե շաբաթ օրը։ Տերն էլ պատասխանեց եւ ասեց. Կեղծավոր։ Ասում է ձեզանց ամեն մեկը շաբաթ օրով եզը կամ էշը չի արձակում տանում ջրի։ Սա էլ է գործ։ Այդ ոնց է եզի համար խնամ կտանես, էշի համար խնամ կտանես։ Ուրեմն ասում է, բայց սա էլ Աբրահամի աղջիկ լինելով, որին Սատանան ահա 18 տարի է որ կապել է, արժան չէր որ շաբաթ օրը իր կապանքներից արձակվեր։ 18 տարի կապած է, փաստորեն մեղքի համար չէր, բայց Տերը վկայում է, Սատանան նրան կապել էր, բայց Տերը ազատություն տվեց նրան, անեծքից ազատեց, անեծք էր այդ կնոջ վրա։ Նմանապես երկրորդ Կորինթացիների 11-ի 26-ը կարդամ ձեզ համար, որտեղ գրված է, ասում է, շատ անգամ ասում է Պողոս առաքյալը իր համար է վկայում, շատ անգամ ճանապարհներում գետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից եւ այլ, այսինքն միշտ նման տեղերից վնաս է եղել։ Բայց սա չէ նշանակում, որ Պողոսի մեղքի համար էր, բայց հենց մենք ապրում ենք անիծված աշխարհում։ Ադամի պատճառով անիծան լինի երկիրը քո պատճառով։ Ուզես չուզես, ոնց ասես, քեզ վրա անդրադառնում է։ Մենք վերջացրեցինք 3-րդ բաժնի 4 ենթաբաժինն էլ անեծք անկախ մարդուց, հիմա 4 բաժինը սա է, ինչպես մարդը կարող է ազատվել անեծքից։ Որ մենք ասեցինք ով իշ ցանի դա կհնձի, իհարկե, իրավունքի խախտումը
մարդու վրա բերում է անեծք։ Սակայն որ մարդու մեղավորության համար մենք նայել ենք, գիտենք, չէ՞ որ մարդը ինքը մեղավոր է։ Չի կարող ինքն իրեն պահել այնպես, որ օրինակ որոշ ուղղություններ կան, հավատքներ կան, ասենք ոչ քրիստոնեական, թեև քրիստոնեական հավատքների մեջ էլ խմբեր կան, որ շեղվել են ոչ քրիստոնեության ավետանի հավատք չունեն նրանք, ուղղակի անունները քրիստոնյա են, բայց նրանք իրենց գործերով, ասենք օրենքի գործերով են ուզում օրհնվել։ Հաճախակի նման մարդկանց հարց եմ տվել, ասում են լավ, եթե դուք Քրիստոս չունեք, իսկ երբ մեղքերի թողությունը, փրկությունը ո՞նց կլինի, ինչ ճանապարհով կլինի, գիտեք ինչ են պատասխանում։ Ասում են վերջին օրը, դատաստանի օրը, Աստված մեր գործերը կշերքի կդնի, եթե բարի գործերը երակշռեն չարից, իբր թե մենք կփրկվենք, այդպես են ասում։ Սա սխալ է։ Գիտեք ոնց։ Ադամը երկար ժամանակ ապրել էր, բարի էր ապրել։ Մեկ մեղք գործեց, մեկ անեծքն էր, մեկ մեղքն էր, անիրավություն է, բավական է, որ մարդը անեծքի տակ կընկնի։ Թեև եթե հանկարծ լիներ կշերքի դրվել, ասենց ասած, հավասար լիները ծանոթ հետևի հարց էլ առաջանա, այդպիսի մարդ չկա, որ ասես, գիտես ոնց, իր բարի գործերը ավելի շատ են, քան չար։ Օրինակ, նման մարդկանց ասում են, մենք փորձի քեզ։ Մի ամիս երկու տետր վերցա, մեկի վրա գրի վատ, մեկին էլ լավ։ Մի տետրում լավ գործերդ գրի կամ խոսքերդ գրի, մյուս տետրում էլ վատ խոսքերդ ու վատ գործերդ։ Հələ մեկ հետո հաշվի տես որն ես ավելի շատ կատարել։ Մարդկա օրը 1000 անգամ անես կա բերնից թափում, 100 անգամ բերնից թափում, ես հարսանիքից հարսանիք օրհնություն բերանից դուրս գալի։ Եվ կարծում են, թե կշերքել դրվեն, պետք է ավելի արդար գտնվեն եւ գնան։ Այդպիսի բան չկա, մարդը ինքը մեղավոր է, ավելի շատ մեղք է արտադրում, քան արդարություն։ Այսինքն միայն մարդուց է, որ մեղք է ծնվում, այսինքն մեղք է արտադրվում երկրի վրա, այսինքն այս արարածներից երևացող մարդն է մեղքի աղբյուրը։ Կենդանիները չեն մեղանչում, հասկացողություն չունեն, որտեղ գիտություն չունեն, ընտրություն չունեն, իրավունք ու արդարություն չեն հասկանում, դրա համար նրանցից չի պահանջվում, բայց որ մարդու նայեք, մարդու մեջ երակշռում է չարիքը։ Եթե թողենք գործերին, մենք անեծքից չենք կարող ազատվել։ Դրա համար անեծքից ազատվելու ուրիշ ճանապարհ է Աստված տվել։ Օրինակ Գաղատացիների 3:10, 3:14-ը կարդամ ձեզ համար, այստեղ գրված ասում է. Քրիստոսը գնեց մեծ օրենքի անեծքից մեզ համար անեծք լինելով, որտեղ գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը, որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունք ընդունենք հավատքով։ Տեսնում եք, որ ինչ եղավ անեծքից փրկելու ճանապարհը իրականում սա է։ Եթե մնա մեր գործերի 3:10-ը կարդացի, մեր գործերով անհնար է, որ մենք մեզ անեծքից ազատենք, բայց մնում է Քրիստոսի հաշվին, նրա գործով, նրա անձով։ Դրա համար Աստված գիտի, որ ոչ մի մարդ չի կարող ինքն իրեն անեծքից ազատել, բայց հակառակ ավելի անեծքի մեջ կխրվեն, Աստված մի ճանապարհ պատրաստեց, իր որդուն ուղարկեց, ասում է ինքը անես դառնալով անիծվածներին կարող է ազատել։ Այսինքն ասես մի բան ասեմ, զրկան կրելով, վնաս ստանալով, սա է մի թեմայի մեջ օրինակ բերել է, որ ասում է, եթե մեկը կրակի մեջ այրվում է, ուզում է գործիք լինի, ուզում է մարդ լինի։ Եթե մեկ ուզում է նրան փրկել, պետք է մտնի այդ կրակի մեջ, որ տեղից իրեն հանի։ Դրա համար Տերը եկավ մտավ մարդկային վիճակի մեջ, բայց իհարկե գիտեք, որ չմեղանչեց, մնացած բոլոր պայմաններում ինքը եղավ, որպեսզի հենց մեզ անեծքից ազատի։ Մահվան մեջ էլ եղավ, տառապանքի մեջ էլ, չարչանքի մեջ էլ, իր Սուրբ անունը թափեց մեղքերի թողության համար եւ հնարավորություն տվեց, որ մարդը հավատա Քրիստոսին եւ ազատվի անեծքից։ Միակ ճանապարհը, որով մարդը կարող է փրկվել։ Գործ Առաքելոց 4:12-ում ասում է. երկինքի տակ, երկրի վրա էլ ուրիշ անուն չկա մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել։ Այլ մեկ անուն կա, Հիսուս Քրիստոս անունը, այսինքն իհարկե նրա կատարած գործով, ոչ թե միայն մարդը անուն իմանա, գործը չիմանա։ Պետք է հավատա նրա արած գործին։ Քանի որ Տերը
անեծքից ազատվելու հնարավորություն է տվել իրեն հավատալով, բնական է, եթե մարդը չհավատա, կմնա անեծքի մեջ։ Եվ այս անգամ պատիժը ավելի ծանր կլինի, գիտեք ոնց, ուրիշ բան, որ դու Ադամով հայտնվել ես անեծքի տակ, անկարողությունից նաև գումարել ես քո վրա եղած պատիժը, անեծքը, որպես մեղանչական, մենք մեղանչել ենք, սակայն եթե հնարավորություն է տրվում բժշկվելու, փրկվելու դու մերժում ես, դա ավելի մեծ չարիք է։ Նաև մենք կարդանք Մատթեոսի ավետարանից 6-ի 14 և 15, որտեղ եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողեք, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կթողի, իսկ եթե դուք մարդկանց չեք թողի նրանց հանցանքները, ձեր հայրն էլ չի թողի ձեր հանցանքները։ Իհարկե սա պետք է ճիշտ հասկանանք, այսինքն այսպես չի, որ մարդը ների թողի, որ Աստված էլ իրեն թողի, այսինքն գործի իման վրա չի։ Այսինքն Տերը ինչ է խոսում, ձեր հայրը կթողի։ Սա ամեն մարդու չի վերաբերվում, որտեղ եթե իրականը գցեք, ոչ Աստծո զավակը չի կարող այդ բանն անել։ Բայց այն անձնավորությունները, որտեղ հիշեցեցին, Սուրբ Գիրքը ասում է, նա որ վերստին է ծնված, Աստծո պատվիրանները հեշտ են նրա համար։ Այսինքն վերստին ծնվածը մենք գիտեք ինչ է ստանում, նաև աստվածային բնություն, սուրբ բնություն։ Եթե նա ստացել է սուրբ բնություն, նա կարող է սուրբ օրենքը կատարել, բայց ոչ թե արդեն օրենքով է փրկվում, այլ փրկվել է եւ ապրում է Աստծո կարգ ու կանոնով։ Ոչ թե օրենքը կատարելով է փրկվել։ Փրկված մարդու համար է սա։ Եթե ներեք, ձեր հայրն էլ կների։ Այսինքն դու կարող ես, եթե ուզես։ Այդպիսի բան չկա, որ մենք ուզենք ու չկարողանանք։ Եթե չկարողանամ էլ Աստված պատասխանող ունեմ։ Խոստովանում եմ, Տեր, ես ուզում եմ այս ինչ անձիներին չեմ կարողանում, բժշկիր ինձ։ Այսինքն բժիշկը մոտը դե խնդրի բժշկի, եթե չես կարող։ Ուրիշ բան որ բժիշկ չկա, բայց բժիշկ կա Աստված։ Դրա համար սա է խոսքը, որ եթե կարող ենք կարդանք, հանգարց որ ասացի օրենքով չի փրկությունը, մեկը կարող է մտածել այս Մատթեոսի 6-ի 14-15-ի հատվածներում, որ կարծես թե իմ գործերով է, որ ես թողություն պետք է ստանամ, ես ներեմ, որ ներվեմ։ Մինչև այս ներված ես 18-րդ գլխում Մատթեոսի 23-ից 35-ում հենց այդ պատմությունն է պատմում, որ ասում է Դահեկանի եւ Քանքարի պատմությունը, որ ասած, հենց այդ պատմությունը բերում է։ Եթե այդ պատմության ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ ներված էր մարդը, եկավ, իսկ Տեր ասում, նրա ամեն ինչքերը ծախեք, կնոջ երեխաներին բերեք, ստրկության, թող աշխատեն իրենց պարտքը մարեն, բայց թե ո՞րից մարեն։ Ասում նա ընկավ, աղաչեց եւ ասում խղճաց Տերը, ներեց։ Ասում բայց երբ որ դուրս եկավ, մի մարդ իր ծառայակիցներից գտավ։ Թագավոր էր մինչև այդ իրեն ներողը, բայց ինքը դուրս եկավ, իրեն հավասար մեկին գտավ, որ ավելի հեշտ է ներելը, իր նման մեկն է։ Բայց ասում է, չխեղդում էր, ասում էր, իմ 100 դահեկանը ստուր եւ անգամ ասում է, բանտը գցեց, որ մինչև որ հատուցի։ Ասում է, իր ծառայակից մյուս ընկերները եկան, այս տիրոջը պատմեցին, որ այն մարդը, որին դու ներեցիր, ինքը այսպես բան արեց։ Ասել ասես չար ծառա, ես քեզ ներեցի, որտեղ դու աղաչեցիր, բա կարելի չէր, որ դու էլ իրեն ներեիր։ Դու այդքան մեծ գումար ներվեցիր, բայց չար չէր, մի փոքր գումարը դու ներեիր։ Հովանու 16:33-ում էլ գրված է, ասում է Տերը խոսքեր խոսեց աշակերտների հետ եւ ասաց, այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություններ կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Այսինքն ուշադրություն դարձեք, ինչու ենք այս խոսքերը կամ այս թեման ներկայացնում։ Շատ ժամանակ մարդը շփոթվում է։ Մարդը երբ որ արդարը տեսնում է աշխարհից նեղություն, կողքից նեղություն, մտածում է ինքը անտեր է, Աստված իրեն չի պաշտպանում։ Նա անտեսված է, կարծես թե Աստծուց է իր նեղությունը, բայց Տերը ասում է, չէ, Աստծուց չէ։ Աշխարհը չար է, քեզ նեղություն կտա, բայց ես հաղթել եմ աշխարհին, այսինքն քեզ կազատեմ։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, եթե հանկարծ շրջապատից լինի քեզ նեղություն, դու մի մտածի, դու թողնված ես, այսինքն աշկաթող եղած ես,
Աստված քեզ մոռացել է դրա համար է նեղությունը, ոչ, աշխարհը որպես չար համակարգ քեզ կնեղի, քեզ կհալածի, բայց պաշտպան ունես Աստված։ Ուրեմն աշխարհի հալածանքից դու մի խափնվի, թե իբր Աստծուց թողնված ես, մոռացված ես, այդպիսի բան չկա, Տերը ձեզ օրհնի։ Եվ այո, պետք է նշել, ուզում է արդար լինի, եթե ընկնի դառնա ամբարիշտ, կամ ամբարիշտ լինի, Սուրբ Գիրքը ասում է անիծողները չեն մտնի Աստծո արքայություն։ Մենք պետք է զգուշ լինենք։ Առաջին Կորինթացիների 6:9-10 ձեզ համար կարդամ, ասում է կամ թե չգիտեք, թե անիրավները Աստծո արքայություն չեն ժառանգի։ Մի խաբեք, ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգացողները, ոչ արյագետները, ոչ գողերը, ոչ ագանները, ոչ հարբեցողները, ոչ նախատողները, ոչ հափշտակնողները Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Զարմանալի է, որոշ հավատացյալ կոչվածների տեսնուս, ասենք այդ կոչում իր վրա ունենալով հանդերձ, տեսնուս ուրիշ հավատացյալներին հալածում է, չարախոսում է, բամփասում է, անպատվում է, նսեմացնում է, եւ ինքն կարծում է, թե Աստծո արքայություն պետք է մտնի, բայց Սուրբ Գիրքը ասում է նախատողները նաեւ այդ շարքի մեջ կային նախատողները, Աստծո արքայությունը չեն մտնելու։ Ուրեմն այս անիրավությունները, որ նշեց, ինչ է, ասենք բոլորը անեծքի տարբեր արտահայտություններ են, չէ՞։ Ասում են գողերը օրինակ չեն մտնի։ Գողը ինչ անում, մարդկանց վնաս է տալիս, անեծք է տալիս։ Զրկում է իրենց ունեցած, այն մյուսները նույնպես իրենց գործերով։ Եվ ասում է այսպիսիները Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Աստված ձեզ օրհնի։ Օրհնություն նշանակում է բարիք, նվեր, ընծա կամ օգնություն, իսկ անեծք նշանակում է չարիք, զրկանք կամ վնաս։